Ողջույն սիրելիներ, այսօր մենք շարունակենք մեր հոգևոր հասունության դպրոցի հերթական դասը։ Անցածը վերաբերում էր մեր աճի փուլերին, թե ինչպես է Աստված օգտագործում մեր կյանքում ճգնաժամերը, անբարոյական զգացումը կամ բերում դա եւ մեզ բերում ավելի զարգանալու, ավելի ձեռք բերելու, ավելի աճելու տեղերին։ Այսօր խոսենք ընդհանուր, մեր կյանքի տենց ասած փուլերից, ոչ թե հատուկ հատվածի, այլ ընդհանուր կյանքի։ Ակնհայտ է, որ մենք հավատում ենք, որ Աստված չէր նախատեսել կյանքը, ինչպիսին հիմա ունենք, մարդը ստեղծել էր հավիտենական կյանքի համար, բայց նաև Աստված գիտեր, մարդկային անկման մասին եւ մահվան մասին, որ ինքը խոսեց, եւ որի պատճառով մարդկային կյանքը ունի իր սահմանափակումը եւ այդ սահմանափակման պատճառով նաեւ ունի իր յուրահատուկ դինամիկան, իր յուրահատուկ ընթացքը, որ ամենքս անցնում ենք այս ադամական բնությամբ, ադամական կյանքի տեսակով, սկսած մեր ծննդյան պահից մինչեւ մեր այս կյանքից հեռանալու պահ։ Ուստի այդ մասը, որ մեր այս ժամանակավոր մարմնավոր կյանքի մասն է, մեր կարևոր կյանքի մասից մեկն է, այդպես ասած, որտեղ այս ձևով, այս մարմնով, այս սահմանափակումներով եւ ունակություններով, այս աճով, զարգացումով ունենալու ենք միայն այս կյանքը, այս հատվածը, ուստի կարևոր է ճիշտ հասկանալ, ըմբռնել եւ ճիշտ գոյատևել այս կյանքի մեջ, հասկանալով մեր ժամանակը, մեր սահմանափակումները, ինչ է կատարվում մեր կյանքում, ինչու եւ ինչ է Աստված գործում, հատուկ այս փուլում։ Եթե մենք մոտավորապես, վերցնենք մարդկային կյանքը, հաշվենք մոտ 80 տարի, ուղղակի կլոր լինելու համար, որտեղ բնական է ոմանք շուտ են հեռանում այս կյանքից, ոմանք ավելի երկար են մնում այս կյանքում, ուղղակի հեշտ հաշվելու համար, այդպես ասած պայմանականորեն, ընդունենք մարդկային միջին տարիքը, պես ասած 80 տարեկանը, որպեսզի նաև հեշտ լինի հասկանալ, բաժանել մասերի։ Աստծո խոսքում կարդում ենք, որ ժողովողի գրքում, կամ Եփեսացիների գրքում տեսնում ենք, որ Աստված ունի որոշակի փուլեր մեր կյանքի համար։ Ժողովում ասում ամեն բանի ժամանակը կա այս արևի տակ, ծնվելու ժամանակ, մեռնելու ժամանակ եւ այլն, սիրելու, ատելու, ոնց որ կյանքը որոշակի ժամանակների, փուլերի հերթականությունն է, եւ կարեւոր է հասկանալ, որ փուլում ես հիմա գտնվում, ինչ իրականություն կարող ես ակնկալել կամ չէ, ինչի վրա շեշտադրվես, ինչի վրա ոչ։ Եթե մոտ 80 տարի վերցնենք մարդկային կյանքը, դրա կեսը ուղիղ, դատենք մինչև 40 տարեկանը, կարելի է խոշոր հաշվով կոչել ներդրման ժամանակ։ Այսինքն ժամանակն է, որ ավելի շատ բան գալիս է մեր կյանքի մեջ, մեր անձի մեջ, մենք ավելի շատ հավաքում ենք, այդպես ասած, ընդունում ենք, ներառում ենք մեր անձում, դա ֆիզիկական, դա հոգևոր, դա մտավոր, դա էմոցիոնալ, դա հարաբերության իմաստով, կյանքի այլ պարագաների իմաստով, ավելի մանրամասն հիմա խոսենք, բայց ընդհանուր հաշվով, կարելի ասել առաջի կեսը ընդունելու ժամանակն է եւ երկրորդ կեսը տալու ժամանակն է, դրսևորելու ժամանակն է, արձակելու ժամանակն է։ Ու որքան հաջողվում ենք առաջի փուլում, այնքան հաջողված կլինի մեր կյանքի երկրորդ փուլը։ Հիմնականում մարդիկ կենտրոնանում են այս պահին ամեն ինչ ունենալու վրա, բայց Աստված այդպես չի ենթադրել կյանքը, որ դու այս պահին ամեն ինչ ունենաս, ավելի շատ որպեսզի դու ճիշտ տնօրինես քո ժամանակը եւ ունես այն, ինչը այդ ժամանակի համար իրականում Աստված ենթադրել է։ Որպեսզի ավելի հեշտ լինի նաեւ մեզ հասկանալու այդ կյանքի փուլերը, իրենց կբաժանենք 4 20-ամյակի, եւ իրան կնմանեցնենք նաեւ մեր բնության մեջ եղող փոփոխությանը, տարվա եղանակներն այդպես ասած։ Այսպիսով առաջի 20-ամյակը, առաջի եղանակը, ոչ դա գարունը չի, դա ձմեռն է։ Ամեն ինչ սկսում է ձմեռով։ Կարծես թե
մեր տպավորությունն է, որ ձմեռը վերջն է, բայց իրականում նաև ձմեռից է սկսում սկիզբը, հա։ Առաջին մեր այս 20-ամյակը, սկսած մեր ծննդյան օրվանից մինչև մեր 20-ամյակը, նույնիսկ եմ կրկնում պլյուս մինուս, մոտավորացված ժամանակ է, սա մեր առաջին ձմեռն էր։ Բայց սա շատ կարևոր ժամանակ է, որտեղ սա որոշում է մեր հիմնական ժամանակի զարգացումները։ Ստեղ սկսում է մեր գոյատևումը որպես մարդ, որպես անձ, հա, եւ ձևավորման առաջի եւ կարևոր փուլն է։ Այս փուլում դրվում են շատ հիմնային եւ կարևոր գործընթացներ մեր զարգացման մեջ, օրինակ ֆիզիկական զարգացման համար, դա ակտիվ սպորտով, հա, աճի շրջանն է։ Ամենաշատը մենք ֆիզիկապես աճում ենք այս ժամանակահատվածում, մանավանդ հասակի իմաստով եւ զարգացման իմաստով, դա մա նաեւ սպորտում, հա, տեսնում ենք հիմնական հաջողությունները ունենում են այս տարիքում արագության իմաստով, ուժի կարողության իմաստով, ոչ փորձառության, բայց գոնե աճի եւ կարողության իմաստով սա ամենաարագ աճման ժամանակաշրջանն է։ Այս ժամանակաշրջանում նաև մեր մտավոր աճի զարգացման շրջանն է, մենք սովորում ենք ճանաչել մեր շուրջ եղած աշխարհը, ճանաչել մեզ, ճանաչել մարդկանց, հիմնական առաջնային ճանաչողությունները, կարելի ասել, մենք ձեռք ենք բերում այս ժամանակում։ Ու հոգեբանները ասում են, որ ամենակարևոր հատվածը, նույնիսկ 20-ամյակի մեջ առաջի տասնամյակն է, որտեղ մենք ամեն բան կարծես առաջին անգամ ենք սովորում, տեսնում, ճանաչում։ Եվ ինչ որ մենք այս ժամանակաշրջանում այդ առաջի մեր ինֆորմացիան, առաջի ճանաչողությունը ունենում ենք, որոշիչ է դառնում խոշոր հաշվով մեր հետագա զարգացման վրա։ Ձևավորում է մեր էմոցիոնալ տեսակը, հա, մենք ինչպիսի զգայական էակ ենք լինում, մեզ ինչպես են մեծացնում, ինչ միջավայրում ենք մեծանում, հա։ Այս փուլում մեր որոշումները քիչ դեր են խաղում, որտեղ ավելի շատ մեր համար եւ մեր փոխարենն են որոշում կայացնում, դա մեր ծնողներն են, ուսուցիչներն են եւ այլն, հա։ Բանակն է, այսինքն շրջանն է, որ մենք ավելի շատ կախված ենք մեր համար այլոց որոշումներից եւ մեր մասին այլոց կարծիքներից։ Շատ կարևոր է այս դեպքում նաև ծնողների դերը եւ ինչպիսի միջավայր ես ունեցել, ինչ ընտանիքում ես մեծացել, ինչպիսի են եղել քո ծնողները, չհաշված գենետիկան, որը նաև մեծ դեր ունի, բայց ամեն դեպքում միջավայրը շատ ավելի կարևոր դեր ունի, քան գենետիկան իրականում։ Ինչպիսի մտածելակերպ է ձևավորված քո մոտ, ինչպիսի բնավորություն է ձևավորվել, հա, դա կախված է քո միջավայրից եւ այս տարիքում է ձևավորվում։ Օրինակ, թե ինչ են քեզ սովորեցրել, օրինակ սովորեցրել են մտածել, վերլուծել, ունենալ սեփական կարծիք, թե սովորեցրել են կրկնել իրենց կարծիքը։ Հա, դա օրինակ շատ մեծ կախում ունի ծնողներից, հա։ Ծնողները քեզ ուղղակի պարտադրել են որոշակի արժեքային համակարգ, այսպես արա, այսպես մի արա, այսպես արեցիր լավ կլինի, այսպես արեցիր կպատժվես, եւ դու ձևավորում ես մի հատ համակարգ, որը իրականում քոնը չի, հա, դա ուրիշինն է, որտեղ դու իրան չես վերլուծել, չես հասկացել, չես ընդունել։ Դե համար շատերը մանկության այս ժամանակում տենց պարտադրված ոչ մտածելու, հա, եւ սեփականը դարձնելու մոտեցումը ձախողելու պատճառով հետագայում զարմանում որ իրանց երեխան տենց լավ երեխա էր, մենք լավ դաստիարակել ենք, բայց դες ինչ կատարվեց իր հետ, ուրիշ ճանապարհ ընտրեց եւ այլն։ Իրականում ոչ թե ինքը ուրիշ ճանապարհ ընտրեց, այլ այն ինչ արհեստականորեն իրենը չէր, բայց պարտադրված էր իրեն, ի վերջո մի օր մարդը դրանից հրաժարվեց։ Դա համար կարևորը ճիշտ մոտեցումը եւ սովորեցնենք երեխաներին ավելի շատ մտածել եւ իրենք գտնել իրենց պատասխանները, ոչ թե թողնել, որ իրեն գտնեն, այլ օգնել այդ նույնիսկ դրանք ծնողի արժեքներն են կամ ճիշտ արժեքներ են, դեպ դեպքում քրիստոնեական աստվածային արժեքներ են, բայց այդ աստվածային արժեքները պետք է երեխան օգնվի, որ ինքը հայտնաբերի, բացահայտի, որպես ճիշտ եւ օգտակար իր անձի համար։ Դա համար կարևոր է սովորեցնել մտածելը։ Դա միշտ հարցրեք, ինչու, ինչպես, ոչ թե ուղղակի պահանջեք, որ երեխան հնազանդվի,
լսի, որտեղ դու ծնող ես ու վերջ, այլ օգնի իրեն հասկանալու ինչու ես դու այդպես մտածում, ինչու ես այդպես պահանջում, իր օգուտը ինչու՞մ է, որտեղ մեր պահանջի դեպքում երեխան մեզ է տեսնում, իրեն չի տեսնում, այսինքն ինքը չի տեսնում, որ իր համար է ինչ-որ բան արվում, ծնողի պահանջը միշտ երեխայի համար դիտարկվում որպես ծնողի համար, դա ծնողին է պետք, դրա համար է ինքը պահանջում, դա ուսուցչին է պետք, դրա համար է իրան պահանջում, պետք է օգնել երեխան մտածի սեփական կարիքի, սեփական օգուտի, հա, սեփական ձեռքբերման մասով ինչքանով կարող է, բայց սովորեցնել մտածել եւ ոչ թե կրկնել, ոչ թե հաշտվել, ոչ թե խառնվել ամբողջին, ոչ թե բոլորը ինչպես ասում են եւ անում են, դրա համար դու էլ պետք է այդպես անես, որտեղ բոլորն այդպես են անում։ Սովորեցնել մտածել սեփական անձի համար, ունենալ, կերտել սեփական ինքնուրույնությունը, ու ոչ թե որ բոլորը դասանում այդպես են անում, դրա համար ինքն էլ այդպես է անում։ Այս այն ժամանակն է, որ ձևավորվում է մարդու պատասխանատվության եւ ինքնուրույնության ժամանակը, օրինակ շատ կարևոր է այս ժամանակ սկզբունք կա, որպիսի ինչը այս չափահասը կամ այս երեխան, հա, տենց ասենք լավ է 20 առաջի այդ տարվա անձնավորությունը, ինչը կարող է անձամբ անել, պետքա թողել, որ ինքը անի, սկսած իր փոքր տարիքից, օգնել, համոզել, ինչ որտեղ պարտադրել, այն ինչը ունակ է, դու գիտեք որպես անձնավորություն ինքը ունակ անելու, անի ինքը, իր դարակը հավաքի, իր սենյակը հավաքի, հա, իր ընտրությունը կատարի, իր պատասխանատվությունները ունենա, հենց փոքրուց այս տարիքից է որոշում, թե ինչպիսի տղամարդ կլինի ինքը կամ ինչպիսի կին կլինի ինքը, հա, եթե մենք չենք սովորեցրել իրան փոքր տարիքում պատասխանատվություն վերցնելու, մեծ տարիքում կդժվարանա վերցնելու այդ պատասխանատվություն, խուսափի, որտեղ սովորա, որ մաման կանի, տատին կանի, չգիտեմ, պապին կանի, ինչ որ մեկը կանի իր փոխարեն, որտեղ մի քիչ ասեց, վայ հավես չունեմ, չեմ ուզում, գլուխս է ցավում, ոտս է ցավում, անմիջապես այն փայփայող ծնողները կհայտնվեն ու կանեն իր փոխարեն, ու ինքը կմեծանա այդպես, որ ավելի հեշտ է ուրիշին ստիպել, մանիպուլացնել, քան պատասխանատվություն կրել։ Ինտելեկտուալ կարողությունը ժամանակ է զարգանում խաղերի միջոցով, հա, երեխային սովորեցնել խաղալ իր հետ, ժամանակ ունենալ, սովորեցնել իրեն հաշվել, հանել, հա, տարբերակել, օրինակ դպրոցի մաթեմատիկան շատերը ասում են դե գումարել հանել գիտես, թվեր գիտես, հերիք է, ինչ որտեղ հերիք է, բայց ինչ որտեղ հերիք չի, բավարար չի, որտեղ այդ խնդիրների լուծումները իրականում միջոց են զարգացնելու մտածելակերպը։ Մեր ուղեղը զարգանում է իրան խնդիրներ տալով։ Ինչքան շատ խնդիրներ ենք տալիս մեր ուղեղին, ֆիզիկական ուղեղին, այնքան նեյրոնային կապեր ավելի արագանում են, շատանում են, մեծանում են, ուղեղը ավելի շատ կապեր է, ներսի կապեր է ստեղծում աշխատանքային, որով ավելի բարելավում է աշխատանքը։ Դա համար եթե օրինակ այս տարիքում մինչև 20 տարեկանը ինչ սովորեց մտածել, ինչ ինտելեկտուալ կոգնիտիվ կարողություն ձեռք բերեց, ձևավորեց անձնավորությունը, երիտասարդը, այդպիսի կարողություններ ավելին չի դառնում հետագայում, հա, եթե ոմանք հասնում են ինչ-որ հատուկ հաջողությունների, դա շատ, չգիտեմ, հազվադեպ է, ես անձամբ չեմ լսել։ Դա համար կարևոր է այս տարիքում, որպեսզի մեր մտածողության, մտածելակերպի զարգացման հնարավորությունը առավելագույն լինի։ Բնավորության հիմնական գծերն են ձևավորվում ու կարևոր է ժամանակում նորից ծնողները եւ միջավայրը, հա, դա մենակ ծնողները չեն, խոշոր հաշվով շատ մինչև պատանեկան տարիք դա ծնողների ակտիվ, համարի 15 տարին դա ծնողների ակտիվ ներգործության ժամանակն է, հետո սկսում է ծնողների ազդեցությունը թուլանալ, բայց մնալ։ Միևնույնն է, ինքը մնում է ամենակարևոր գործոնը ճիշտ վերաբերվելու դեպքում։ Ուղղակի նաև սկսում են ավելանալ այլ գործոններ, դա դպրոցն է, հա, կրթությունն է, փողոցն է, մշակույթն է, գլոբալ աշխարհն է այսօր, ինտերնետն է եւ այլն։ Բայց միևնույնն է, ծնողների ազդեցությունը մնում է կարևոր, եթե ճիշտ զարգացվել է։
ծնողները, որոնք բացակայ են երեխայի կյանքից, թեև վազում են, աշխատում են, որ ապահովեն երեխային, հասկանալի է, որ նյութական ապահովությունը կարևոր է, բայց եթե ձեր ուշադրությունը լոկ իր նյութականն է, դուք հոգ չեք տանում իր էմոցիոնալ զարգացման վրա, երեխան խռովկան ու նեղացկոտ ու ծնողը հոգ չի անում, դա ասում ինքը տենց է, չէ, այդպես պիտի չլինի, որտեղ հետագայում այդ խռովկանությունը նշանակում խուսափել կոնֆլիկտից, չլուծել կոնֆլիկտները, չլուծել խնդիրները, հա, թողնել դրանք կուտակվեն, թողնել ուրիշները լուծեն իրաց փոխարեն։ Ու եթե դա դառնում է բնավորության գիծ, հետագայում այդ երեխան լուրջ հաջողությունների չի հասնելու, խռովելու է ծնողից հետո մեղադրելու է ծնողին, որ ինքը այդպեսին է։ Ուստի նրանք, ովքեր հիմա գտնվում են այս տարիքում, գուցե մեր լսարանում կամ դուք երեխաներ ունեք, կամ պատաններ, կամ ինքներդ երիտասարդ եք, հետևեք ձեր զարգացմանը, հենց բուն զարգանալու process-ին։ Այս այն ժամանակն է նաև նկատել եք, որ երեխան կարողանում է մի քանի տարբեր գործողություններ անել, մաթեմատիկայի գնալ երաժշտականի, հետո գնալ, չգիտեմ, սպորտի, նորմալ է ու լավ է նույնիսկ նման ծանրաբեռնվածությունը, որտեվ ինքը զարգացման հնարավորություն է տալիս, երեխան սովորում է բազմակողմանի եւ զարգանում է, նաև հետագայում դա իրան օգտակար է լինում։ Այս ժամանակը որոշում է լեզվան մտածելակերպը, հա, բառապաշարը, որը լսում է իր շուրջը երեխան, կամ այդ անձնավորությունը, երեխային ասում, մենակ երեխան չի արդեն, օրինակ 16-17-18 տարեկանը արդեն երեխա չի, բայց իր շուրջ եղած լեզվական պաշարը, հա, որոշելու է իր լեզվամտածելակերպը։ Համար կարևոր է ինչպիսի լեզվամտածելակերպ ենք ապահովում, հա, ինչ գրքեր ենք տալիս կարդալ, կամ կարդում են արդյոք թե չէ, թե եթե միայն այդ ինտերնետի, TikTok-ների, Reels-երի մեջ է, որը շատ քիչ իրականում զարգացում ապահովում։ Մի նայեք, թե ուրիշները ինչպես են իրանց երեխաներին վերաբերվում, դուք ինքներդ զարգացեք ու զարգացրեք նրանք, ովքեր ձեր հոգացան ներքո են, դա կարող երեխան չի, քո փոքր քույրն է կամ եղբայրն է, օգնեք ավելին կարդալ, հա, ինչ որ, բայց կարևոր գրքեր։ Նովելները չեն զարգացնում, անկեղծ, նովելները դա ուրիշի կյանքի պատմությունն է, որը հետաքրքիր է, որտեղ բոլորը բամբասանք սիրում են, բոլորը սիրում են ուրիշի կյանքի մասին քթները խոթեն ուրիշների կյանքի մեջ, բայց դրանք իրականում լուրջ խրատներ չեն տալիս գոնե այս տարիքում, հա։ Ավելի շատ այս տարիքում պետք են գրքեր լինել, որոնք կրթական են, խրատական են, հա, մեծ պաշարի ինֆորմացիաներ, վերլուծություններ են պարունակում, կապված կյանքի են զարգացման ընթացքների հետ, որի համար դուք անհանգիստ եք կամ հատուկ ուզում եք հոգ տանեք այդ անձնավորության համար կամ ինքներդ ձեր համար, եթե դու այդ անձնավորությունը դուք եք։ Ու քանի որ այս ժամանակի մեծ մասը անվերահսկելի է ձեր կողմից, որտեղ կամ այդ անձնավորության կողմից, որտեղ շատ միջավայրն է որոշում ծնողները կամ դպրոցը կամ այլ բանակը կամ այլ իրականություն, ստեղ անհատի անձնական դեռևս ընտրությունները, որոշումները դեռևս ձևավորված չեն։ Սա գալիս է հաջորդ 20-ամյակին, որը գարունն է, այդպես ասած, 20-ից 40 տարեկանը, մեր ամենավառ, ամենատպովիչ ժամանակաշրջանն է, մեր ամենալավ հիշողությունները հիմնականում այս ժամանակաշրջանից են, մեր գոնե իմ տարիքից եթե հետ եմ նայում, ամենաշատ հիշում եմ այդ ժամանակահատվածում, իհարկե միշտ ավելի հիշելի է նախորդը, հա, ժամանակահատվածային, բայց նաև նա, որ ավելի տպավորիչ է եղել։ Այս ժամանակահատվածը ինչով է կարևոր, որտեղ սկսում են զարգանալ բաներ, որոնք նախապես նախորդ, հա, ժամանակաշրջանում առաջին, պես ասած, ձմեռվա մեջ ձեր ընտրության մեջ չէր, ու հիմա արդեն 20 տարեկանից հետո երեխաները արդեն անկախ են իրենց որոշումների մեջ, ընտրությունների մեջ, հա, ծնողները կամ այլ միջավայր շատ ավելի քիչ դեր է խաղում իրանց անձնականում, ու անձնավորությունը վայելում է այդ անձնական ազատությունը, որոշում ունենալու, կարողանալու, ընտրելու, ճաշակի հարցում, հա, հարաբերության հարցում, մասնագիտության, ժամանակի, այս այն ժամանակահատվածն է, որ մենք շատերս մեր ակադեմիական կրթությունն ենք ավարտում, հա, դպրոցն է կամ համալսարանն է, հա, դրանից հետո որևէ ուսուցման process, կրթության process
ավելի շատ նախընտրության հիման վրա է, քան թե պարտադրված ակադեմիական մակարդակի հիման վրա է։ Ու երբ որ ավարտում ենք կրթության ժամանակաշրջան այս տարիքում, այս ժամանակափուլում, դա ընտանիքի կազմման ժամանակահատվածն է, երբ որ սիրահարվում են, ամուսնանում են, երեխաներ ունենում, ծնող են դառնում, միանգամից մարդկային ոնց որ կարգավիճակը այս ժամանակահատվածում փոխվում է։ Օրինակ նույնիսկ ոմանք կախված շուտ ասենք ամուսնանալու իրանց փորձառությունից շուտ պապիկ կամ տատիկ են դառնում այս ժամանակում 40 տարեկանը կամ չկա, բայց արդեն տատի է, կամ արդեն պապի է։ Այսինքն այս այն ժամանակահատվածն, որ ամենաշատ փոփոխություններն են կատարվում մարդու կյանքում, ամենակարճ ժամանակահատվածում։ Օրինակ դուք երեխա եք մինչև էս, բայց այս փուլում արդեն դուք ամուսին եք կամ կին եք, չէ՞, ասենք ձեր անձնական ընտանիք ունեք, պատասխանատվություն ունեք ձեր ընտանիքի համար, ձեր հարաբերության համար, ինչը չեք ունեցել առաջին փուլում, հետո երեխաներ, ծնող եք դարձել արդեն կամ ծնողի ծնող եք դառնում, ձեր երեխան արդեն դպրոց գնում կամ երեխայի հարցերն եք լուծում, դուք ինքներդ ձեր հարցերն եք լուծելու, ինքը տենց բուրըն հետաքրքիր ժամանակ է, բայց շարունակում է լինել ներդրման ժամանակը։ Հիշում եք, ասում եմ, որ առաջի 40-ամյակը դեռևս մեր ներդրումների ժամանակն է, մենք ստանում ենք, վերցնում ենք։ Այս ժամանակում շատերը արդեն ուզում են պտուղներ տեսնել, որտեղ ինքնին մարդկային բնության, բնավորության համար հասկանալի է ու ընդունելի է պտուղ ունենալու ցանկությունը, բայց իրականում դեռևս այս այն իրական հաջողության ժամանակը չի։ Այո, մենք ունենում ենք հաջողություններ, ձեռքբերումներ է շրջանում, որը գալիս է առաջին փուլի մեր հաջողությունից, բայց սա դեռ վերջնականը չի, որտեղ սա այս փուլում եղող ժամանակաշրջանում եղող հաջողությունը հետևանքն է, պտուղն է առաջին փուլի, որը խոշոր հաշվով ձեր ընտրությունները չէր, Այս փուլում դուք ունեք հաջողություն եւ ունեք ձեր արդեն ընտրությունները, թե ինչ եք ներդնում ձեր կյանքի մեջ, ինչ եք սովորում, ինչ մոդել ունեք կյանքի, ովքեր են ձեր հերոսները կյանքում, ինչ մասնագիտություն եք ընտրում, որն է ձեր կարիերան, ինչի մեջ եք զարգանում, ինչպիսի բարոյական համակարգ ունեք, Աստված ինչ տեղ է գրավում ձեր կյանքում, այնքան հեշտ է երիտասարդ ժամանակ, երբ որ դու ժամանակ շատ ունես, ծնողներդ գնում են եկեղեցի, դու իրանց հետ գնում ես կամ ազատ ժամանակ շատ ունես ծառայելու եւ վազելու եւ այլնի, բայց արդեն այս փուլում ցանկացած ներգրավվածություն եկեղեցական կյանքի մեջ նշանակում է դա լուրջ արժեք է ձեր համար, դա ձեր ընտրությունն է արդեն, եթե առաջի փուլում դա ձեր ընտրությունն չէր դեռևս ամբողջապես, հիմա ցանկացած ներգրավվածություն Աստծո կյանքի, Աստծո իրականության մեջ արդեն ձեր որոշումն է, ձեր արժեքն է, ձեր ընտրությունն է, ու դա շատ կարևոր է, Որովհետեւ նկատել եք, էսի այն ժամանակն է կամ չեք նկատել, տենց ասած նկատելի է, այսինքն ժամանակն է, որ ավելի շատ են կորում մարդիկ, ասենք երիտասարդ տարիքում իրանք եկեղեցում են, հետո այս փուլում իրանք կորում են, գնում են աշխատում են, չգիտեմ, ընտանիք են մեծացնում, խնդիրներ ունեն, բաժանվում են եւ այլն, հետո մեկ էլ մյուս 20-ամյակում հայտնվում են, գալիս են եկեղեցի, որտեղ արդեն ավելի ստաբիլ կյանք ունեն, ավելի կարգավորված, ավելի քիչ, այդպես ասած, վազուզոց եւ այլն։ Այս ժամանակաշրջանում Աստված ավելի շատ հետաքրքրված է մեր զարգացմամբ եւ մեր կյանքում ինքը գործում է հատուկ մեզ դեռևս զարգացնելով։ Իհարկե ինքը որոշակի պտուղներ ապահովում է մեր կյանքում, որպեսզի հաջորդ փուլի համար մեզ պատրաստի, որտեղ այդ պտուղների վայելքը, որոշակի հաջողությունները, որը գալիս է քո, չգիտեմ, պատասխանատվության զգացումից, որ ունեցել ես, զարգացրել են քո մեջ ու դու գնահատում ես ծնողներից սովորեցրել մտածել, չէ, ժրաջան աշխատել, չհուսահատվել, առողջ հարաբերություններ ունենալ, հետևել քեզ եւ այլն, դու տեսնում ես դրա արդյունքը, որտեղ դու առաջ ես ընկնում նրանցից, ովքեր նույնքան հաջողակ չեն եղել, այսպես ասած, իրենց միջավայրի առումով, բայց միևնույն ժամանակ դու հասկանում ես, որ դեռ ավելին կա, դու դեռ չես հասել քո պիկին ու հիմա էլ շարունակելով, զարգացնելով, ավելին անելով,
քան ունեցել ես նախորդ 20-ամյակում, հաջորդ 20-ամյակի մեջ քո կյանքի երրորդ տենց ասած փուլում շատ ավելի պտուղներ ու հաջողություն կունենաս, ինչին մղում է քեզ Աստված։ Այս այն ժամանակն որ ավելի շատ են նայում դեպի առաջ։ Օրինակ առաջի 20-ամյակում մենք ավելի շատ մեր ոտքի տակ ենք նայում, մեր շուրջը հիման, շատ քիչ է մեզ ապագան անորոշ է ու տենց ասած աղոտ է հիմնականում, բայց արդեն այս ժամանակաշրջանում մենք սկսում ենք նայել ավելի առաջ։ Գնանք սա երկրորդ մեր 20-ամյակն է, դեռևս գարունն է, որից հետո գալիս է երրորդ ժամանակաշրջանը, 40-ից 60 տարեկանի ժամանակաշրջանը, սա համարվում է ամառվա ժամանակաշրջանը։ Այս իրական, ձևավորված, հաստատված արդեն անձնավորությունն է այս տարիքում եւ կյանքի հստակ միցակ շրջադարձային պահն է, երբ որ մինչև հիմա կուտակված ձեռք բերված ձեր ներդրումները, էմոցիոնալ, ինտելեկտուալ, հոգևոր, նյութական, սկսում են մեկ այլ արդյունք տալ, իրական պտուղներ տալ, որոնք սկսում եք վայելել ձեր կյանքի մեջ, դա առողջ ընտանիքն է, առողջ հարաբերություններն են, դա ստաբիլ, աճող ձեռքբերման կարիերան է, դուք մասնագետ եք, լավ մասնագետ եք արդեն, ու սկսում եք հասկանալ, թե դուք ով եք կյանքում դառնում իրականում։ Մինչև դա երազանքի ձգտման տեսք ունի, այս տարիքում ինքը արդեն ֆորմա ունի, տեսք ունի, դու գիտեք դա ինչ է նշանակում ձեր համար, այս ժամանակն է նաև որ հոգևոր եւ հավերժական, տենց ասած, արժեքները ավելի կարևորվում են, քան ժամանակավոր եւ երկրավոր արժեքները։ Մի տեսակ արդեն կյանքի բլուրի գագաթից ավելի հեշտ է դիտել հաջորդ կյանքի փուլը, մտագծելով, այն ձեռքբերումները, այն պտուղները, որը ուզում ենք ունենալ կոնկրետ։ Եթե առաջի սրանից նախորդ հատվածում ավելի շատ մենք ինչը հնարավոր է դրա հետևից էինք, հիմա արդեն մեզ չի հետաքրքրում ինչը հնարավոր է, այլ ինչը կարևոր է, ինչը մենք ուզում ենք։ Դա համար շատ հնարավորություններից մենք ընտրում ենք կարևորները, եւ ասած սկսում է մեզ ցույց տալ այդ դռները, այդ ճանապարհները, որտեղին մեզ ինք ավելի կանչում է։ Սկսում է նաև այն ժամանակը, որ մենք սկսում ենք ներդրումներ անել ուրիշների կյանքում արդեն, Օրինակ մեր երեխաները արդեն պատանիներ են, ու մենք ավելի ակտիվ ենք իրանց կյանքում ներդրում անում, ավելի լրջորեն եւ ոչ միայն մեր ընտանեկան կյանքում, այլ հասարակական կյանքն ավելի նաև մեծանում, այդպես ասած, այս ժամանակ սկսում ես նաև մոդել դառնալ նախորդ փուլի, փուլում գտնվողների համար, որոնք շատ արագ են ուզում ինչ-որ լուծումներ ունենալ, արդյունք ունենալ, ու դու ցույց ես տալիս քո ճանապարհը, որ եթե ինչ-որ մի ձեռքբերում եղել է նախորդում, դա շատ բոնուս է, քան թե օրինաչափություն, այ հիմիկվա ժամանակը քո իրական ձեռքբերումն է, իրական այն ձևավորված քո արժեքներն է, թե ով ես դու։ Այս տարիքում նաև քո հարաբերություններն են, ամեն ինչ քչանում է իրականում այս տարիքում, այս ժամանակահատվածում 40-ից 60-ում արդեն դու քիչ ընկերներ ունես, բայց դրանք իրական ընկերներ են, դու քիչ հոբիներ ունես, բայց դրանք իրականում քեզ իրական բարում բերող հոբիներն են կամ գործառույթներն են, եթե մինչև այդ դու շատ բաներ կարող էիր անել, որտեղ հետաքրիր էր, էքսպերիմենտ էիր անում, փորձում էիր, ինչ-որ բաներ, հիմա արդեն այդ փորձելու էքսպերիմենտի ժամանակը վերջացել է, դու գտել ես քոնը, այդպես ասած, եւ այս շրջանում ավելի շատ վայելում ես ինչը քոնն է, հարաբերությունների իմաստով, կարիերայի իմաստով, հոբիի իմաստով, ընտանիքի իմաստով, աշխարհը մեկ այլ ձև է սկսում գնահատել մարդկանց, ուրիշներին եւ մտնում ես մեկ այլ, սեզոն, դա մեր աշնան սեզոնն է, 60-ից 60-ական, 70-ական տարիքը, մինչև 80-ն է, տենց ասած, ու ինչպես բնական աշխարհում աշունը ճիշտ է սկսում է, վերքահավաքը սկսում է ամռանը,
բայց իր գագաթնակետը, պիկը, պես ասած, ցանկացած բերքահավաքի վերջո աշունն է, չէ՞, այն լավագույնը, ուշ հասնող, ամենահամով, հա, ամենագույնառատ, ամենահետաքրքիր ժամանակաշրջանը, որ սեղանները լիքն են, հա, գույները հետաքրքիր են, արդեն արևի տաքությունը գնահատելի է եւ ոչ թե անհանգստացնող, այս դա աշնան ժամանակաշրջանն է։ Այս ժամանակ հետաքրքիր է, որ մենք նաև սկսում ենք նոր հարաբերություններ ձևավորել, իմաստավորված հարաբերություններ։ Եթե նախորդ փուլում մեր հարաբերությունները ավելի հորիզոնական էին, դրանից առաջ ուղղահայաց էին, մենք դեպի վերև էինք, մեր մոդելներին էինք, հա, հարաբերություն ձգտում, հետո արդեն ուղղահայաց հավասարների հետ մեր հարաբերությունը մեզ վայելք բերում, հիմա այս տարիքում մեզ վայելք է բերում դեպի ներքև հարաբերությունը, հա, ուրիշներին համար մոդել լինելը, ուրիշներին խրատ տալը, առաջնորդելը, բաժնեկցելը, հա, քո ձեռք բերած հնարավորություններից, ունակություններից, կարողություններից իրանց հետ բաժնեկցելը։ Սա նաև այն ժամանակահատվածն է, որ մարտահրավերների մեծ ժամանակահատված է, այն իմաստով, որ հետևիցը շնչում են արդեն այն նախորդ փուլում գտնվողները, որոնք արդեն այդ գտել են ով են իրենք եւ այդ ով են իրենքի ճանապարհում դու ես կանգնած, հա, եւ իրենք սկսում են չելենջ անել, այդպես ասած, որոշակի քո իմացողություններին, ձեռքբերումներին, սկզբունքներին, սկսում են արդեն հարցականներ նոր մեթոդների, նոր ձեռքբերումների, նոր հնարավորությունների առումով եւ դա օգնում է քեզ իրականում ավելին զարգանալ, հա, միշտ մնալ այդ մի քայլ առաջ լինելու, պահանջված լինելու փուլի մեջ։ Նաև այն ժամանակն է, որ սկսում ես զգալ քո ֆիզիկական կարողության, հա, փոփոխությունը, ինչ որ կարողանում էի ֆիզիկապես դրանից առաջ, արդեն նույնքան չափով չես կարողանում, այս տարիքի մարդկանց թեմաները արդեն ճնշում, չգիտեմ, շաքար, հա, վիտամիններ, չգիտեմ, ինչ որ հանգստի, կոմֆորտի ձգտումներ, հա, այն խելահեղ, չգիտեմ, արշավները, բնությունը, վազքերը եւ այլն քեզ չի հետաքրքրում, հետաքրում են հաճելի թեյի, սուրճի զրույցները սեղանի շուրջ եւ այլն։ Նաեւ դու հասկանում ես, որ պատրաստում ես ժառանգություն թողնելու որոշակի։ Ժառանգություն դա միայն նյութականը չի։ Իրականում մենք շատ ավելի հարուստ ժառանգություն թողում ենք մեր կյանքի իմաստության, մեր ձեռքբերումների, մեր ընկալումների, հա, կյանքի իմաստի, արժեքի, հարաբերությունների, դրանց նրբությունների, մարդկանց, տեսակների եւ այլն առումով։ Հա, ու եթե մանավանդ դա վերաբերում է ձեր մասնագիտական կամ մեր մասնագիտական կարիերայի, ասենք, խնդրին, այս մարդիկ, որոնք տարիներ արդեն, հա, տասնամյակներ իրենց ոլորտի, այդպես ասած, մասնագետներն են, իրանք անփոխարինելի են, հա։ Գուցե իրանք չեն տիրապետում նոր մեթոդներին, նոր տեխնոլոգիաներին, բայց իրանք հաստատ տիրապետում են այն նրբություններին, այն նրբերանգներին, հա, այն ներքին տենց խոհանոցին կամ կուխնյային, այդպես ասած, որին հələ նախորդ կամ դրանից առաջ անգամ եղողները իհարկե դեռևս չեն, այդպես փորձառու չեն տիրապետում եւ կարիք կա ձեր ժառանգությանը փոխանցելու այդ, սովորեցնելու այդ, ու դուք դիտավորյալ, տենց ավելի շատ մտադրված եք դա անում, դա փոխանցելու համար, խոսելով, հորդորելով, ցուցադրելով ու պատրաստելով ձեր տեղը, եթե դա ասենք, չգիտեմ, աշխատանքային տեղը կամ եկեղեցում դա ծառայության տեղը, համ, արդեն պատրաստելով այն հաջորդ սերունդին, նրանց, ովքեր պետքա գրավեն այդ ծառայության տեղը։ Այս ժամանակն է, որ մենք սովորում ենք այդ երիտասարդ նախորդ սերունդներին հանդուրժելու, թույլ տալու իրանց սխալները, որտեղ հիշում ենք, որ մենք էլ իրանց տարիքում նույն իրականության մեջ էինք, ու լավ է, որ այդ շնորհքով վերաբերվել, հա, ոչ թե որ ինձ չեն արել, ես էլ չեմ անելու, այլ հակառակը, այն ինչ չեն արել ինձ, ես կանեմ, հա, ու այդ ժամանակ դուք դառնում եք այն ապահով մարդը, ում շուրջը ճիշտ ոնց որ մեղվի շուրջը հավաքվում են
մեղուները, մեղրի շուրջ հավաքվում են մեղուները, այդպես դուք դառնում եք անձնավորություն, որը գրավում է մյուսներին, հա, ձեր ապահովությունը, ձեր փոխանցելու, կյանքի իմաստության, այդ կարողությունը, շնորհքի, հա, առատությունը ձեզ գրավիչ է դարձնում եւ մարդիկ չեն գալիս, որ դուք պաշտպանվեն ձեր կողմից, այլ գալիս են, որպեսզի սովորեն, լիցքավորվեն եւ դիմակայեն իրանց մարտահրավերներին, որտեղ դուք էլ ձեր կյանքում մարտահրավերներ եք անցել, հա, պատերազմներ եք ունեցել, ճակատամարտեր եք հաղթել, գուցե վերքեր ունեք, սպիեր ունեք, հա, տենց խորհրդավոր ասված, եւ որը շատերին կարող է օգտակար լինի իրանց դիմակայած խնդիրներին անցնելու համար։ Ու վերջապես գալիս է վերջինը, դա 80 տարեկանից այն կողմ արդեն էլի ձմեռ են, հա, աշունից հետո եկող, եթե Աստված բարեհաճի ու նրանք, ովքեր 80-ից այն կողմ են անցնում, այդպես ասած, մտնում են վերջին իրենց փուլը, դա վերջին ձմեռն է, ու ինչպես այս, նորենք հիմա մենք այդ ժամանակահատվածն ենք, չէ, սկսում են եղանակները ցրտել, արդեն ամեն ինչ գորշ է, այդքան հետաքրքիր չի, չէ, բոլորս հասկանում ենք, որ տարին գալիս է իր avարտին, ու մենք հասկանում ենք, որ մարդը մոտենում է իր երկրավոր ճանապարհի ավարտին, ու ամեն վայրկյան կարող է դա լինել, որտեղ հիվանդություններ, որոնք սկսվել են նույնիսկ նախորդ փուլում ու չանցնող հիվանդություններ են, հա, ավելի շուտ սովորում ենք դրանց հետ հարմարվենք, քան թե դրանք բուժվում են կամ փոխվում են, որտեղ կապ ունի մեր ֆիզիոլոգիական, այդպես ասած, անցողիկության հետ, հա, թառամելու հետ, այդպես ասած, բնության պես մենք էլ թառամում ենք ու պատրաստում ենք գնալու մեր հավիտենական ճանապարհի մեջ, որտեղ հավատում ենք, որ դրանով չի վերջանում։ Մենք մեկ այլ հարության, մեկ այլ գարունի մասնակիցներ ենք լինելու Հիսուս Քրիստոսով։ Դրա համար Աստծո մարդիկ շատ ավելի հանգիստ են նայում այդ ժամանակին, հա, իրանք չեն սարսափում մահից, չեն ափսոսում մահի համար, հա, հակառակը պատրաստվում են, ինչպես Պողոս առաքյալն էր ասում իր կյանքի վերջին նամակում Տիմոթեոսին, որ վերջացրել եմ ընթացքս, պատերազմս ավարտել եմ, հավատքը պահել եմ, մնացել է վերջ, Տիրոջ հետ հանդիպելը եւ այն պսակը, որտեղ խոստացել եմ ինձ եւ բոլոր նրանց, ովքեր իր հայտնվելը սիրեցին, ու այս նաեւ այս ժամանակ ունի իր գեղեցկությունը, ու ինչու՞ մա դա խոսել ու հայտնել հավիտենական կյանքի իրականությունը, որ դու 20 տարեկան ես քարոզում ես հավիտենական կյանքի մասին, որ դու ունես Հիսուսում, այլ ձևով ես քարոզում կամ ապրում իրան, եւ այլ ձևով, երբ որ դու պատրաստվում ես դրա շեմին ես, հա, ու իրապես քո ակնկալիքը արդեն ոչ թե դեպի այս աշխարհն է, այլ դեպի գալիքն է, երկինքն է եւ Տերն է, ու ինքը կենթանի վկայությունն է, որ իրոք կյանքը միայն սա չի, ու պետք չի ապրել սրա համար միայն ու սրանով ապրել միայն, այլ մեր լավագույն կյանքը, լավագույն գարունը, լավագույն հարությունը արժևում է մեր Տեր Հիսուսի հետ է։ Ու բոլոր ժամանակները, ինչպես նկատում ենք, կարևոր են, դա մեր կյանքն է, մենք բոլորս էլ ապրում ենք ու բոլորս էլ անցնելու ենք այդ կյանքի տարբեր փուլերով, կարևոր է, որ դու ճիշտ գնահատես, թե որ փուլում ես գտնվում, ու ճիշտ վերաբերվես քո ժամանակին։ Եթե մինչև 20 տարեկանն ես, հիշի, որ օքեյ է, որ քո փոխարեն են քո համար շատ որոշումներ կայացնում, բայց սովորի դնել քո կյանքի կարևոր հիմքերը, հա, ինչպիսին կլինես դու, ոչ թե ով կլինես, այլ ինչպիսին կլինես պատասխանատու, կլինես սովորող, կլինես ջրաջան, կլինես ազնիվ, հա, կլինես բարի, այս ժամանակա որոշվում, ով կլինես որոշվում է արդեն հաջորդ 20-ամյակին, 20-ից 40-ում, դու կլինես հացթուղթ, դու կլինես, չգիտեմ, վարորդ, դու կլինես ով, որոշվում է այդ ժամանակը մասնագիտական կարիերայի, հա, ժամանակը դու կլինես հայր, դու կլինես մայր կամ ով, այդ ժամանակն է որոշում։ Հաջորդ երրորդ 20-ամյակում որոշում է դու ինչպիսին կլինես, այն իմաստով, որ
կլինես պահանջված, կլինես նկատելի, կլինես ազդեցիկ, հա, կլինես գրավող, հա, կլինես ապահովող թե ոչ եւ վերջում կլինես ցուցադրող հավիտենական կյանքի ճանապարհը, կլինես մահին հաղթող անձնավորություն, մահից չվախեցող, նա ապրել է չվախենալով մահից ու հիմա էլ գնում է դեպի այդ իրականությունը, որտեղ այնտեղ ոչ թե անորոշություն ու կորուստն է, այլ այնտեղ տերն է կանգնած այն մյուս կողմում, ձեռքերը պարզած, որտեղ դու էլ այս կողմում էիր, սպասում այդ հանդիպմանը, այդքան երկար սպասում էիր, որեն որ այն կգա, որ այդ ժամանակը անցնես այն կողմ ու հանդիպես քո փրկչին ու տիրոջը։ Տեր օրհնի ձեզ, մտածեք, խորհեք, ինչ ժամանակում եք գտնվում, պտղաբերության ժամանակն է, զարգացման ժամանակն է, արդյունավետության ժամանակն է, ներդրման ժամանակն է, թե ներդրում ստանալու ժամանակն է, եւ համապատասխան տեսեք Աստծո գործը ձեր կյանքում, հա, կախված թե որ փուլում եք, այդ փուլին համապատասխանել գործում Աստված։ Եթե երրորդ 20-ամյակն է, որտեղ արդեն ձեր իրական պտղաբերության ժամանակն է, այդ ժամանակ նաև Աստված դռներ բացում հնարավորությունների, առաջին ժամանակում հնարավորությունները սովորելուն են, երկրորդ ժամանակում հնարավորությունները զարգացնելուն են, երրորդում արձակելուն են, փոխանցելուն են։ Այնպես որ իհարկե մի ժամվա մեջ հնարավոր չի ամենայն մանրամասնությամբ անդրադառնալ, բացի այդ էլ կարծում եմ անհատական գործոնը կամ ամեն մեկս նաև որոշակի անհատական իրականություններում են գտնվում, կախված մեր կյանքում եղող որոշակի իրադարձություններից, ոմանք ծնողներ են կորցնում, կամ ոմանք երկրից են տեղափոխվում, այդ ցիկլը կարող է որոշակի խախտվել, բայց խոշոր հաշվով, հա, հիմնական ընթացքները մեր կյանքի կարելի է ներկայացնել այս ձևով, որը օգտակար է մեզ դարձնում հասկանալու ինքներս մեզ, մեր ճանապարհը այս աշխարհում եւ Աստծո մեջ եւ լավագույն ձևի ապրելու իրան։ Տեր օրհնի ձեզ։